կանանց կմաղթեմ, որ միշտ կողմ լինեն ու երբեք չսխալվեն, երբեք այս պատերի ներսում չհայտնվեն, որտեղ հայ կնոջը հարիր չի այստեղ հայտնվելը։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում առավել հայտնի կանանց գաղութում 29 կին դատապարտյալ եւ 45 կալանավորված կա։ Ազատությունից զրկվածները տարբեր տարիքի կանայք են, տարբեր արարքներ կատարած։ Նրանք բոլորն էլ զղջում են այն ամենի համար, ինչը արել են ինչ-որ պահի։ Ինձ թվում է դա ամբողջ կյանքի ընթացքում լինելու է այդ զղջումը։ Գիտեք, մտքերը տարբեր է լինում, տարբեր ժամանակներ, տարբեր մտքեր է լինում։ Դու վերլուծում ես ամեն ինչ ու քննարկում, եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալու, բայց բոլորս լավ գիտակցում ենք, որ այդ ժամանակը չկա, որ հետ տանք ու կարողանանք որ ամեն ինչ շտկենք։ Իսկ հիմա որ սխալ արդեն իսկ կատարել ենք, այս մի դասեր ու կյանքի հնարավորություն, որ էլ երբեք նման սխալ չկատարենք։ Ոչ մի կին տղամարդ կլինի, երբեք ոչ մեկ նման սխալ չկատարի։ 6 տարով դատապարտված կինը, որն արդեն 2 տարի պատիժը կրել է, մեղավոր է ճանաչվել խարդախություն կատարելու համար։ Մինչ այստեղ հայտնվելը վարսահարդար է եղել, սեփական աշխատանքն ունեցել ու առօրյան երեխաների հետ անցկացրել։ Կին դատապարտյալների մասին լսելիս սրտի մի անկյունում միշտ ցավ է զգացել, ընտանիքից հեռու, ազատությունից զրկված, սակայն երբեք չի մտածել, որ ճակատագիրն իրեն էլ է քրեակատարողական հիմնարկ տանելու։ Ընտանիքի մասին խոսելիս աչքերը փայլում են, սպասումն ու կարոտը տանջում։ Երեխաներից նկարներն է, որ միշտ ինձ հետ է, ամեն օր պետք է նայել, սկզբում շատ ավելի դժվար էր անցնում, հիմա մի քիչ հարմարվել ենք ավելի շատ, որ ընտանիքից հետ հեռու ես օտար վայրում, ինչքան էլ փորձել ես ամեն կերպ այնպես անեմ, որ մենք չզգանք որտեղ ենք, բայց ակամայից այդ մենակության զգացողությունը, ցավը, զղջումը ամբողջը խառնվում է ու մեղքի մեծ բաժին ավելանում քո հոգու վրա։ Բախտակից կանանց հետ զրույցի հիմնական թեմաներն ընտանիքն ու ազատությունն են, համոզվել են կյանքում ամենաթանկը դրանք են։ Զրուցում են երեխաներից, ամեն մեկը հեռախոսով որ խոսում է, վերադառնում է հետ պատմում ընտանիքում ինչ ա եղել, երեխեքը ոնց են, ու քննարկումն է լինում։ Իմ ընկերները, ովքեր ստեղ գտնվում են, շոտապույտ ազատություն կմաղթեմ, որ բոլորը հասնեն իրենց ընտանիքներին, իրենց բալիկներին, իրենց ընտանիքների կողքին լինեն։ Տան ջերմությունը, որ երկար տարիներ բաց են թողել այդ ջերմությունը ընտանիքից, եւ իրենք ստանան եւ իրենք փոխանցեն ընտանիքին։ Ճիշտ է, ունենք տեսակցություններ, տեսակցում ենք ընտանիքի անդամների հետ միասին, հեռախոսակապի միջոցով ենք խոսում ընտանիքի հետ միասին, բայց արդեն իսկ պատերն իրեն ասում են ամեն ինչ։ Դատապարտված կինը սկզբնական շրջանում իր մտածմունքները թղթին է հանձնել, այժմ նաև հոգեբանի հետ է զրուցում։ Կացարանում 4 կանանցով են, ընտանիքի նման տարբեր հարցերի շուրջ միասին խորհրդակցում են, վիճում, մեկը մյուսին փոփում, ուժ տալիս, հուսադրում, որ բոլորն էլ մի օր ազատության մեջ կլինեն։ Կինը մնում է կին, անկախ նրանից, թե որտեղ է, ասում է դատապարտված կինը, ապա նկատում։ Նաև լինում է այնպես, որ ասում ենք, այս շրթներքի գույնը չի սազում դիմահարդարման հետ, կամ այս հագուստը չի սազում այս ինչ բանի հետ։ Թեկուզ դատարան գնալուց, դատի գնալուց մեկս մյուսից խորհուրդներ ենք հարցնում, ինչ հագնենք, ոնց հագնենք, ինչպես հարդարենք մազերը։ Կին դատապարտյալն ասում է, քրեակատարողական հիմնարկի պատերից ներս ստացած ամենակարևոր դասը էլ կյանքում չսխալվելն է։ Երբ դուրս գա, իր հետ միայն երեխաների նկարներն է վերցնելու եւ հեռախոսահամարների գրքույկը, որի մեջ առաջին ցանկում հենց երեխաների համարներն են։ 8 տարի ազատազրկման դատապարտված Ռուզաննա Տոդոյանի առօրյան եւս սկսվում եւ ավարտվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանության նախարարությունում որպես բուժքույր աշխատած կնոջ կյանքը 2023 թվականին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքով ամբողջությամբ փոխվել է։ Շատ վատ եմ տարել, թե կին, թե տղամարդ հասկացողությունը դատապարտվելու կամ չգիտեմ արար կատարելու մեջ, բայց եւ այնպես ես ինքս դարձա դատապարտյալ։ Ռուզաննան ասում է, եթե կյանք հնարավորություն տար ժամանակ կպտտելու, վստահաբար նման արարք չէր կատարի, բայց հույսը չի կորցնում, որ մի օր ամեն ինչ ավարտվելու է։ Միակ բանը, որ չի կարողանում հաղթահարել, կարոտն է։ Բուժքույր բառը, բժիշկ, բուժքույր հասկացողությունը, չգիտեմ ոնց ասեմ ձեզ։ Թանկ, շատ թանկ։ Որին մնացի կարոտով, կոնկրետ ես ինքս քույր եմ եղել, կարոտել եմ իմ այդ բժշկական շատ եմ կարոտել եմ, որ զինվորներին սրսկում էին, որ բարձրանում էի պոստեր, հենց զանգում էին, ասում էին բուժքույր ջան,
վրաս հասնում էի, կարոտել եմ իրոք դրան, կարոտել եմ։ Դատապարտված կնոջ համար քրեակատորական հիմնարկում հայտնվելու օրվանից ամենամեծ երազանքը դարձել է ազատությունը։ Ազատությունն աշխարհում ամենամեծ բանն է։ Ազատությունից են կողմ ոչ մի բան չկա այս աշխարհում։ Ամենամեծ իմ նպատակներից մեկը, որ ես պետքա գնամ Սևանա այդ եկեղեցին, Աղթամար կղզին, այնտեղ ուխտ եմ դրել, որ չոքած պետքա բարձրանամ, Աստծուց շնորհակալություն հայտնեմ, որ ես դուրս եմ եկել այստեղից, հետո գնամ մամայիս գերեզմանների վրա։ Շուրջ 10 տարի հիմնարկում գտնվող Կարինե Խումաշյանը, որին 2 տարի է մնացել ազատության մեջ հայտնվելու համար, իր առօրյան փորձում է լցնել գույներով, պատրաստելով ձեռքի աշխատանքներ, որոնք էլ կամ նվիրում է, կամ վաճառում։ Տունը կանչում է, այսպես ասած։ Այդ ժամանակի հարց է, որ կգնանք։ Մի օր եկել ենք, մի օր էլ կգնանք։ Այս գույների հետ ես շատ հանգիստ եմ ինձ զգում։ Գույները ինձ շատ, ոնց ասեմ էլի, իմ առօրյայի մեջ ինձ հանգստացնում է։ Մասնագիտությամբ ռեժիսոր է, այս տարիների ընթացքում թղթին է հանձնել մտքերն ու իր կյանքի պատմությունը, թե ինչպես է եղել, որ հայտնվել է կանանց գաղութում։ Դատապարտված կինը ապրելու 2 ուժ ունի՝ ընտանիքն ու ազատությունը։ Կյանքը սրանով չի ավարտվում։ Կյանքը դեռ դուրսն էլ կա։ Սկզբից, երբ որ դուրս գամ, դե երեխաներիս կարոտը, իմ ծնողները ասենք արտերկրում են ապրում։ Առաջ երեխաներիս կտրամադրեմ ինձ, այս տարիների, չնայած որ գալիս գնում են իրանք, բայց այս տարիների կորցրած ժամանակը ես իրանց հետ եմ ուզում անցկացնեմ, կորցրած տարիներս ուզում եմ հետ բերեմ։ Ու նաև, հա, ես երեխաներիս հիվանդն եմ, այդ ձև կարելի ասել։ Ու հետո արդեն Աստված ինձ կառաջնորդի ինչ անեմ, էլի։ Երազանքները լավ է, որ մարդը ունենում է երազանքներ։